Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գանա։ Ասում որ երկիրը լավ պահեք։ Ես էլ կասեմ, իմ փոշակս կդրի դու զինվորներին։ Ինձ համար տավել ձեռնատու է։ Դու զենք հանձան։ Ինչ է կատարում։ Հիմա անընդհատ կրակոցներ, անընդհատ սա նրան սպանեց, էնի նրան սպանեց, էսի սենց ասած։ Իսկ եթե մի քիչ խստություն լինի, ինձ թվում է մի քիչ կնորմալանա վիճակը, այդքան ահավոր վիճակ չի լինի։ Ինչ կասեմ։ Ասեմ մի քիչ ավելի շատ այտենց շարժումներ արա, գժական, աննորմալ, այնքան սազել քեզ։ Շատ ուրախանաս ենք։ Այդ սրտիկների վրա չենք ուրախանալի, բայց սրտիկներն էլ լավի, մեկն էս մեմում շարժումներով էս ուղարկելի։ Արա, այդպես բաներ արա, քեզ սազելի, այդքան բան։ Ինչքան պիտի ատի քո ժողովուրդը քեզ, որ չուզենա քո քեզ տենա, կամ եկեղեցիս հետո միջեզ այդ ախրանիկներիդ էլ հետը տանում, հա, այդքան եկեղեցու դեմ կռվում ես, եկեղեցի ես մտնում, որպես ինչ։ Այդքան աստվածապաշտ ես։ Ինչ ասեմ դրան։ Ինչ ասես այդ մարդին, որ չգիտեմ։ Չի կարող բան ասեի, ինչ ասեի ես իրան։ Ես հիմա այս պահին իրան մի տեսակ ոնց որ խղճամել։ Մենակ այդ, թե չէ իրան ասելու ինչ կա իրան ասելու, ոչ մի բան։ Կլսի, բայց դժվար հասկանա։ Կլսի, ինքը լսում է, որ ասում ես։ Բայց չէ։ Չէ տղես։ Էսի լրիվ, մեզի լրիվ ուրիշ ղեկավար է պետք, ժողովրդական։ Ոչ թե միլիոններ իրանց բան տան։ Մեզի ղեկավար է պետք, որ նա պիտի ամեն իր ժողովրդի հետ ինքը այդ ապրում ապրի։ Մեզի այդպես ղեկավար է պետք, որ ժողովրդի հոգսը, ցավը, ինչա մարդկանց էսի ապրելակերպ չի։ Էսի շատ վատ ապրելակերպ է։ Ես օրինակ մի հացես բան կասեմ, Նիկոլի այս մաֆիան իր սաղ այս սիստեմը նեխած է, հդած է։ Այնքան է նեխացրած, որ հենց այսօր ես ապրում եմ հանրակացարանում, ուղիղ հղում եմ Նիկոլին։ Նիկոլ անունս Անդոյ է, ապրում եմ Աբովյան 12 Արարատ քաղաքի հանրակացարանում։ Ապորենի գործողությունները քո քաղաքապետը իր տեղակալի հետ ինչ որ անում են, ընձել 1 միլիոնից 1.5 միլիոն վնաս են տվել։ Քեզ հրավիրում եմ մի հատ այդ հանրակացարանը, որ դու այդ հանրակացարանի վիճակը տենաս, թե մարդիկ ինչ վիճակով են ապրում։ Ուղևորալում տանում ենք վեդի։ Հələ այդ վեդիով մի հատ Նիկոլ Փաշինյանը չէ, ես իմ ուզում եմ մի անգամ գնա հետ գա։ Մեքենայի կեսը թափում է իրարից։ Ապա են դրել, եսի միշ գներ են արել, տեխաս մոտորը եսի միշ գներ են դրել, բայց փողը լուր է գնում, ինչի չի վերանորոգվում։ Այդ ունևորներն էլ են, չէ, ճանապարհով երթևեկում, իրանց որքան հաճելի է այդ փոսերով, բաներով, դղք ու շղկով գնալ գալը։ Երևանը խեղդվում է այսօր, խեղդվում է, շատ են խեղդել Երևանը, լցրել են շինարարություն, բուհեր, բժշկական, եսի միջ, իրանք էլ ասում են Երևանը շատ է, բայց օր-օրի բարձրակները բարձրանում են։ Բեռնաթափեք Երևանը։ Մի հատ, երկու հատ բուհ բերեք ստեղ։ Կա, բազան կա, գործարանները կան, աշխատում են, այդ գործարանների համար կադրեր կպատրաստեն, ինչ պարտադիր է գնան Երևան պոլիտեխնիկ համալսարանում սովորեն, խեղդեն Երևանը։ Կարելի է այդ բանը, ես այդ հարցն էլ կդնեմ Նիկոլ Փաշինյանի դեմ։